Հսկա է ժողովուրդը, հսկա։ Նայեք, արմատները հսկա։ Հələ նայեք, հələ հսկա արմատները նայեք ես ծառի ժողովուրդը։ Ինչ եմ ցույց տալիս այս ծառը, այս այգին։ Առնվազն մի 80 տարեկան կլինեն, եթե ոչ 100։ Մեր պապերի ձեռքով տնկած ծառերը, սա պատմություն է, սա մի աշխարհ է, սա մի մեծ ջերմ էներգետիկա է, չէ որ իրանք այդ ծառները տնկել են, որ գալիք սերունդները գեղեցիկ և առողջ ապրեն այս քաղաքում, այս երկրում։ Տեսակ արմատները ինչ հսկա են։ Ժողովուրդ ջան, պատկերացրեք, որ սա մեր ազգի հսկա լինելն է։ Մեզ սպանում են, սպանել են մեր պապերի, սպանում են հիմա մեր երեխեքներին, սպանում են ամեն ինչը, ինչ որ հային է, ինչ որ հայ է։ Տեսնում եք, ծառները ոնց են, կենտանի, առողջ ծառները կտրում են, քեզ քո կահան են անում հայազգ։ Մեզանից ավելին ով է այս դեպքում մեղքի տակ ընկնում։ Նրանք, ովքեր որ բարբարոսություն են անում, թե լռողը։ Հասկացանք, շոկի մեջ էր։ Հասկացանք, եկավ տվարը, երջանկություն խոստացավ։ Հասկացանք, խաբեց ձեզ։ Հիմա խո գիշեր ցերեկ 7 տարի գոռում եմ, 7 տարի։ Հայազգ մեզ մորտում են, հայազգ մեր սպանում են, էլի ոտի, հայազգ լռելով օգնում ես, ինքդ քո երեխեքներին թողնես սպանել, ինքդ քո գերեզմանները
ոչնչացնել։ Ինքդ ես լռելով թույլ տալիս։ Քոչվորներն են սենց ապրել, ոչխարներին արածացնելով, ուր սատկել են, այնտեղ թաղել են ու շարունակել են գնալ։ Հայաս քեզ սարքում են դեր ժամանակավորապես քոչվոր։ Խոսացել եմ, շատ եմ խոսացել, գիտեմ, որ էջերս ջարդում են, բլոկում են, ասում էի, կտոր է անում, հերտով են անում, բոլոր բնակավայրերում, հերտով կոտորում են ժողովուրդ, ու հիմա այդ պրոցեսն ա գնում։ Տղա գերեզմանոցում ծեծին սպանեցին, պարզվեց Էջմիածինում 2 օր առաջ 22 տարեկան տղու են ծեծել, մահացավ, Հանրապետական հիվանդանոցում Արարատի գյուղերից, կարծեմ 22 տարեկան աղջիկ, Ռեանիմացիայում հասցրել ա զանգել, ասել, որ ինձ բժիշկը ծեծում է, ծեծելով սպանել են, եթե չեմ ուզում վատ բան ասեմ, բայց դուք ինքս հասկացեք, ինչ պիտի հիվանդին ռեանիմացիայում արած լինեն, որ չենտարկվի, որ իրան ծեծեն ու սպանեն։ 13 տարեկան կարծեմ, թե 8 տարեկան արդեն ժժնվել եմ այս ցուցակներից։ Հրազդան գետը երեխա են խցում։ 5 տարեկան երեխա են կողանում։ 2 տարեկան երեխեն, որ կիսապրատ չոչ անելուց նոր ա սկսել շարժվել քայլել։ Խապում են գետն անգե, եթե անգամ տարել են գետն են խծել, խծում են ժողովուրդ ջան։ Երեկ էլ իմացանք, որ երեխա աղջիկ են գետը խծել, այս ինչ սենց համատարած գետն են ընկնում երեխեկը։ Իբր թե բժիշկ Թուրքի լամուկ Մարինա Խաչատրյան, իմիջայլոց ասեմ իմացեք, հերնել ա բժիշկ եղել, չնայած ինք չաշխատող բժիշկ ա, հերը դատված ա եղել, մասնագիտության համար, մասնագիտության մեջ, Հիմա շատ չեմ խորանա այս հարցերում, օրը բարին կկասեմ, մասնագիտության մեջ, սենց ասեմ, մեղմ ասեմ, սխալմունք ա տեղի ունեցել, դատվել ա։ Այդ թուրքի լամուկը պոստ ա գրել, որ զարմանում եմ երեխեքներին բրախող ծնողների վրա, այսինքն խորամանկ ձևով, պաստալով, Փորձում են ներկայացնել, որ հայ ծնողները անփույթ են, դրա համար երեխեքը գնում են գետն են ընկնում, լուրջ, տասնյակ հազարավոր տարիներ երեխեքը գետերը չընկան, վդրուկ սենց համատարած գետ են ընկնում, վդրուկ հայ ծնողը դարձավ անտարբեր, անփույթ, Իմիջայլոց Մարինա Խաչատրյան, եթե խոսանք քո բարապաշարով բրախած լինելու մասին, բրախածը դու ես որպես կին և քեզնի ցրտված քո լամուկն ա բրախած։
Քո ամուսինը ոչ մահացել է, ոչ զոհվել է, քո ամուսինը քեզ ու քեզնից ցրտված լամուկին բրախել է, գրակետ բժիշկա, երևի գիտեր ինչի համար է բրախել, քո նմաններին պիտի բրախել։ Ժողովուրդ ջան, հայեր ջան, հիշում եք Մալաթիայի դեպքը, որ սարկեցին հայրը երեխեքներին գցելա բալկոնից, վերջում ինքնակցվել։ Հիշում եք բոլորս Վարդենիսի կողմի 15 հզոր տղեկներին գլուխները վառեցին։ Շատերն ասում են հիպնոզ են օգտագործել։ Ուրեմն լազերնի լուչ զենք կա։ Այդ լազերնի լուչի զենքի կա 3 տեսակ։ Մեկը ենթագիտակցության վրա է ասում, ժողովուրդ ջան։ Ուղղություն են տալիս, միտք են տալիս մարդկանց, մարդը ոչ իրան կամքով ենթարկվում է ու անում է այն, ինչ հրահանգ եկավ իրան ենթագիտակցության մեջ։ Մեկը բիսպիլոտնիկ է խփում, երկրորդ տեսակը լազերնի լուչ զենքին, երրորդ տեսակն էլ մարդկանց վառում է ածուխի նման ուգլ է սարքում, ածուխ է սարքում։ Ժողովուրդ ինչ կան լռենք, այդ կան մեր երեխեքը կոտորվում են։ Այդ մեղքը հիմա մեր վզի վրա է։ Եկել լցվել են երգիր դուրսընկածները։ Սեմինարներ են անցկացնում իրանց լամուկներին, սովորացնում են ներդրվել Հայաստան։ Անա գլոբալ կարծեն, կազմակերպություն, թուրք, խոզի գլուխ կուկլայա իրան դեմը։ Խաչը շորը ստոյկա վարատնիկը ժողովուրդ ջան։ Հայերս խաչը ծոցում ենք պահում։ Երբեք չենք հանի ցուցադրական, կախենք մեր դոշից։ Ու երևում է, որ ստոյկա վարատնիկի վրից է խաչը ապալ-թապալ վերջի պային հանված կախված վզից։ Բուտաֆորիա, բեմադրություն, որ ինքը հայա քրիստոնյա է։ Առաջարկում են հեշտությամբ, իբր թե ծնողներից մեկը, պապերը, տատերը, չգիտեմ, որ զայրումարները իբր թե հայ են եղել, ձևակերպում են ռիպատրիացիա, ժողովուրդ ջան, միամիտ մի եղեք, իրանց հենց քաղաքացիություն չեն տալիս։ Ռիպատրիացիա նշանակում է իրավաբանորեն վերադառնալ հայրենիք։ Իրան գալիս են որպես այս հողի տերն ու տիրակալը։ Մյուս մոլլա եզը եմիջ գլուխ խոսում է, որ օրենք են ընդունել հայ երիտասարդը մինչև 18 տարեկան կարա դիմել 15 միլիոն դրամոտ $40,000 վճարի պետության ուշադիր ու ոչ թե պրոստը չծառայի, այլ չծառայելու համար հրաժարվի Հայաստանի քաղաքացիությունից։ Հասկացաք, հայերին կուտ են տալիս հրաժարվել այս հողի տերն ու տիրական լինելը։
կտոր են անում հայեր ջան։ Ինչքան պիտի լռեք։ Մի հատ թուրք կա, իբր թե Ռուսաստանում է, Էդուարդ Սամին, ես դեռ կանրադառնամ իրան թուրք կերպարին, իմ մասին լայվ է անում, խոսում է, վիդեո եմ արել, այն վիդեոյի հիմնավրա, որ ջվուդները լրատվությունով մոստ են արել կամուրջ, հարցեր են տվել իրար, մարդիկ ձայնագրել են, վիդեոն հանել են, որ խոսում են 300,000 երեխա տարեկան ժողովուրդ ջան, ու միայն այդքան Ամերիկայում իրան գողանում են, արունակամ են անում, արունը մացայով թաթախում են ու ուտում են։ Բարձրաձայնում եմ քանի անգամ Եփվանից ժողովուրդ ջան, էջերս ջարդում են, Էդուարդ Սամին, պետքա պատկերացնել Սամիրով, խոսում է նրա մասին, որ պայմանավորվել ենք չխոսանք, նախ և առաջ թուլա, դու ում շունն ես, որ իմ հետ ինչ-որ բան պայմանավորվես, նամանավանդ նման բան պայմանավորվես, իմ վրա ասուց բացի, ոչ մեկը ազդել չի կարա, ես, իմ ծնողները, իմ խիղճը, ասու տված խիղճը, իմ ծնողների միջոցով, ասում է, որ պայմանավորվել ենք այդ ծեման չբարձրաձայնենք, ինքը բարձրաձայնում է, որ վախներ շնչեն, այսինքն ժողովուրդ ջան, ումն է ձեր տալիս, լռենք, մարդիկ խնդիրի մասին չիմանա, երեխեքներին մեր գողանան, բռնաբարեն, սպանեն, պլանը քծեն ասեն այս տղեկներն են արել, կոխեն բերդերը, այնտեղ հազար ու մի դեղերով թույն տան սրսկեն, հետո մեռնեն, երեխեքներին գետ քծեն, բացի թուրքերին ու ջվուդներին, որ նույն կեղտն են, նույն արունախումն են, ժողովուրդ ջան, հասկացեք, արունախում են դրա, միայն դրանց է ձեր տալիս, որ մարդիկ չիմանան այս խնդիրի մասին, Էդուարդ Սամիրովները, գելերը, գարան մորտիով քիչ-քիչ, Նիկոլի ասած կտոր, գան մեր երեխեքներին տանեն ուտեն, մսերն էլ վաճառում են, ասում է, որ բոյնիները մերն են, ջվուդներին է, որ մենք ձեր վրա, ձեր երեխեքների մսերը ծախում ենք, ձեզ կերծնում ենք, ձեր երեխեքների մսերը։ Հայվան Էդուարդ Սամիրով, որ փորձում ես ինձ ջվուդ ներկայացնել, որ ինձ իմ հայազգը ու մարդկությունը չլսի, հայվանի մեկ հայվան, եթե ես ջվուդ եմ, ինչի եմ բարձրացնում, որ ջվուդները, Մեշոկ պապը հիշում եք, Տիգրամենձի վրա գրզոյի խանութն է, Մեշոկ պապը մեն սարկած դրած էր վիտրինայում, որ մեր պապերը դեր են վախտ էին երեխեքներին վախեցնում Մեշոկ պապն եկավ, հիմա ժամանակագիտ ձևով լազերնի լուչով Մեշոկ պապերը աշխատում են։ Էդուարդ Սամի, քուտիրոջ մայրիկը, եթե Մագդա Գոմցյանը լիներ ջվուդ, ինչի էր ջվուդների ամենաթարախ հանցագործության մասին մարդկության և Աստծու դեմ բարձրաձայնում ու այսքան շներից քծում է իմ ջանին։ Ժողովուրդ ջան, հայեր ջան,
իրավունք չունենք լռելու։ Դիմում եմ հիմա հայ տղամարդկանց։ Գիտեմ, որ հեղափոխությունը, եղերնը, ջվուդների սարկածն է մեր գլխին, բայց յուրաքանչյուր տղամարդը ոգևորվում է, որ լսում է շտրաֆ չպիտի մուծի։ Գիտեմ, հայերին սարկել են տոգոս մուծող, կաշին են քերտում վրից, տոգոս հավակողներն ջվուդներն են։ Գիտեմ, որ ամեն մի հայ տղամարդուն այսօրվա օր, ամեն մի կոպեկը կյանքի գինա երեխեքներին պահելու համար։ Գիտեմ, որ շատ կարևոր է օտից մեր գլխին սարկած շտրաֆները չմուծել։ Եկավ ձեզ Հայություն ջան, խապեց ասեց, ժողովուրդը շտրաֆի մատերիալը չի։ Ժողովուրդը շտրաֆի մատերիալը չի։ Լավ կախվեց ստոլբեկներից, որ կամերաները հանելու է։ Կամերաները շատանում են, ժողովուրդ ջան։ Ասեմ ավելի, ծառները կտրում են, որ այ հիմա քայլում եմ, ահա որ արդեն շոկ է, օդ եմ շնչում, հովի տակով անցնում եմ, ոչ օդ լինի, ոչ հով լինի, որ կամերաները կարողանան բոլորին ֆիքսել, շտրաֆի մատերիալը շատանա, որ սաղ տեսնեն, այդ ճապոնական սակուրաները, որ դնում են, 1,200,000 թե 1,500,000 մեր փողերով սակուրաներ է տնկում։ Ամեն ինչ ենքան լավ է երկրում, թանկ ու կրակ ծառներ է տնկում, կարլիկները, որ մեզ օծ չեն տալու։ Ես Բաքվից որ եկա, Բաղրամյանի շրջանն եմ ապրել, ժողովուրդ ջան, 13 տարի Վանանդ գյուղում։ Մեր սովխոզի նախական գիտնական էր Զավեն Սահակյան, ինքը մեզ բացատրել է, մեր գյուղը զբաղված էր նոր սորտերի տնկիներ արտադրելու վրա էր աշխատում։ Ինքը բացատրում էր մեզ, որ Հայաստանի տարբեր հատվածներում, Ռավնինա ենք, Հարտավայր ենք, Նախալեռնային գոտի ենք, Լեռնային գոտի ենք, բոլոր միջավայրերում դեկորատիվ ծառները այնեն սորտերի հատուկ մշակված եւ աճեցրած, որ այդ բնակվայրի համար, այդ կլիմատի համար ինքը կարողանա կիսլարոդ արտադրի, ժողովուրդին շնչելու օդ լինի։ Հիմա այս ծառները, մեր բաբերով տնկած ծառները, ժողովուրդ ջան, մեզ ինչ ուզում են սպիտակ մարդկանց սարկեն, իրանց նման սևամորթ տրճե, Լիա Արտյոմովնա Ավետիսյան, որ չտարբերվենք իրանցից, որ քիչ մորտեն, հասկացեք ժողովուրդ ջան, տարիներ շարունակ, 100 տարի աճեցվել են այս ծառներ, ոնց որ հազարավոր տարիներ Աստված մեզ կյանք ա տվել, այդ մեզ տված կյանքը տվել է կյանքի համար, ժողովուրդ, Աստվածը մեզ կյանք ա տվել կյանքի համար, որ մենք կյանքը գնահատենք և պահենք այս կյանքը այս աշխարհում։ Եթե դու չէ, բա ով, եթե ես չէ, բա ով մեր կյանքի կռիվը տա, ժողովուրդ ջան, ով
մեր պապերի գերեզմանների կռիվը տա, ով մեր այս երեխեքների կռիվը տա, ծառ ես տնգե պիտի ջերես, կյանք ես տվե պիտի պահես, բա ով եթե ոչ մենք մեր պապերի այս երեխեքների վրեժ խնդիրը պիտի լուծենք, եթե ոչ մենք, բա ով պիտի գալիք սերունդների կռիվը տա, որ իրանք ապրեն ժողովուրդ, մեզ կյանքը տվել են ապրելու համար, Աստվածն է մեզ կյանքը տվել, մակը չի տվել մեզ կյանքը, որ մի հատ էլ իրավունք մեզ տա, մենք պարտականություն ունենք Աստծու մոտ, սա ընդամենը էստաֆետա է, կյանքը, որ մենք վերցրել ենք ծնողներից, պիտի տանք մեր երեխեքներին, կյանք տալով էլ պարտավոր ենք պաշտպանել այդ կյանքը, այնենց որ հայեր ջան, կտոր նաև փորձում են մտցնել ցիֆրովիզացիայի մեջ, քեզ սարկում է ոչնչություն, ապրանք, Եբ ուզենա սիստեմայից քեզ անջատի, էլի ոտ իջի ներկե, ոչ մեկին բողոքել դու չես կարա։ Իմ պապերի գյուղում 7 աղբյուր Մուշից որ եկել են Ջավախ, Քեշճագյուղ են հիմնել, 7 աղբյուր կա, աղբյուրներից մեկի վրա գրած է, եկել եմ զուլալ, մեր բարբարով ասեմ, եկեր իմ զուլալ, չթողնիս կղդոտ էր տան, մեզ Աստվածը մաքուր ազգ է ստեղծել ժողովուրդ ջան, մենք իրավունք չունենք հավասարվենք իրանց, լինենք անտարբեր, չնայած իրանք անտարբեր չեն, մարմինի վրի 3 ծագը պիտի բավարար լինի, ուրիշ բանի մասին չեն մտածում, ելեք ժողովուրդ ջան, հայեր ջան, դուք տեսել եք Վարդևորի օրը, մենագով, ոնց եմ դրանց լարել, 5 րոպե չի տևացել, 5 րոպե մեջ ասեմ ձեզի, հայ տղեկը միացան ինձ, սրճարանի աշխատողները միացան ինձ, իմ հետի կինն ու մայրը, նույն վարյանում իմ հետ միասին, տեսակ ինչ եղավ, չնայած կադրերը նկարել են, քֆուր է տալիս, լավ եմ անում, ինչ կամ պետքա քֆրդելու եմ, ինչ կամ պետքա անիծելու եմ, բա զենքերը մեր ձեռից առել է, ինչ պիտի անեմ, եթե ոչ քֆրդեմ ու ոչ անիծեմ, այդ զենքն է մնացել, այդ զենքն եմ օգտագործում, ելեք հայեր ջան ոտի, ելեք կյանքը պաշտպանենք, մենք պիտի անենք, առաջնեկը մենք ենք, մենք ձերն են պաշտպանում, հələ նայեք աշխարհում ինչ է կատարվում, Պալեստինան փակել են, կոտորում են, ոնց որ փակեցին Արցախը, չթողեցին հայերը գան, կոտորեցին, իրավունք ունենք լռելու, չունենք հայեր ջան, միացեք ելեք ոտի, գեղ գելա գերանգը ջարդը, գյուղ կելնի գերանգը կոտրի, հավատացեք, ունկմ տնգենք, զայրանանք տեսեք ոնց աշխարհը փոխվելու, բարին Աստծուց